Սկսենք այս հարցից, այսօրվա առավոտյան քաղաքապետարանի պաշտոնյան կանաչապատման հարցերով, այսպես ասենք, պատասխանատուն մի բան հունից դուրս էր եկել, որ մեր քաղաքացիներից մեկը այսպես հենց ուղիղ եթերի ժամանակ դիմաց դրեց, որ առողջ ծառերը ուղղակի իրենք սպամի է ենթարկել, այս մասով ձեր տեսակետը, հետո իհարկե այս իրողությունների հետ կապված մեր աշխարհում եւ այս իշխանության քայլերի հետ կապված մի քանի հարց ունենք, խնդրեմ։ Տեսեք, ծառերի հատումը սկսել են Տիգրան Ավինյանի պաշտոնավարումից առաջին օրվանից սկսել են մեր ծառերը ցեղասպանել, այսինքն ցեղասպանության են ենթարկում Երևան քաղաքը, ծառահատումներ են անում, այսինքն յուրաքանչյուր ամիս որոշում են, որ Թումանյան փողոցը, սա շուտով Արաբկիրում Կոմիտաս պողոտան պետք է ամբողջությամբ ծառահատեն, Բեգոյանը այսօր տենց ջղայն ձյաձա էր դարձել, ասում էր, այսինքն մենք ծառահատում չենք անում, մի ասեք ծառահատում չենք անում, ծառերի փոխարինում ենք անում, պարոն Բեգոյան, նախ էլի ստում եք, ես ինչպես ասել եմ, դուք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից եք ու նորից սուտ եք խոսում, Աբովյան 22-ի ծառը, 1.5 տարի առաջ, 1 տարի առաջ, երբ որ եկաք կտրեցիք, այո, ես էի ասել, որ այդ ծառը պիտանի չէր, իհարկե դա պիտանի չէր, դրա փոխարեն մինչ այս պահը ծառ չեք տնկել։ Ուր է այդ ծառը, մի հատ էլ հələ մունատ եք գալիս քաղաքացիների վրա, հա լրագրողների դիմաց, հանրության դիմաց, դուք այդ իրավունքը չունեք։ Ծառահատումների հետ կապված, որ խոսում եք, այդտեղ էլ եք ստում, տեսեք, քանի դատարկ բնաբաժակ ունենք Երևան քաղաքում, հարյուրավոր, եթե ոչ հազարին հասնող բնաբաժակներ ունենք, եթե փոխարինում եք, նախ առաջինը բարի եղեք այդ բնաբաժակների ծառերը դրեք, այսինքն ծառերը տնկեք, դրանից հետո նոր անցնեիք մյուս ծառերի հատմանը, այն ծառերի հատմանը, որը որ փչացած էր, այսինքն որը որ պիտանի չէր, բայց դուք ասում եք ամբողջը թեղիները պիտանի չեն, պիտանի են, քանի որ այդ ծառերի մեծ մասը լավ էլ առողջ են, կարելի էր առողջացնել, որն էլ որ առողջ չէր։ Հետևաբար դուք գտել եք այն տարբերակը ականջը ցավալու փոխարեն գլուխը կտրել, այսինքն ծառերից ազատվել, երևի նախկին ծառեր են, դուք նախկինների հետ ֆոբիա ունեք, այդ ֆոբիայից եք ուզում ազատվեք, ձեզանից ազատվեք, այդ ֆոբիայից ազատվեք, ոչ թե ծառերից ազատվեք։ Դա ծառահատման հետ կապված նաև ինչ է կատարվում, միլիարդավոր գումարներ են դուրս գրվում, ծանոթ բարեկամների միջոցով ծառեր են տնկում կամ ծառեր են ներմուծում։ Այո, մեր աչքի առջև է, մենք բոլորս էլ մեր հանրությունն էլ տեսնում է, որ 1-2 ծառի փոխարեն, որը որ հնարավոր է այդ ծառերը հատեն, իրենք բոլոր ծառերն են հատում։ Օրինակ բերեմ, տեսեք, շարունակեմ, ծառերի գնման հետ կապված գործընթացում Լուսավորիչ կինոռասիայի դիմացի այգում ծառեր էին տեղադրել, տուաներ, այդ տուաները մի քանի անգամ շուկայականից թանկ էին ձեռք բերել, որը մի քանի ամսից փչացել էր։ Այսինքն, այս մարդիկ ծառերը շուշուտ գնելու դեպքում մի 100 հազարավոր դրամներով ձեռք են բերում ծառեր, որոնց արժեքը տուայի 36,000 դրամ էր, իրանք ձեռք են բերել մոտ 150-200 հազար դրամով։ 3 ամիս հետո այդ ծառերը փոխարինում են, մի հատ էլա փչանում, ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը, փողտուր խախտիր, հիմա փողտուր ծառ գնիր, փողտուր ծառ գնիր, այսինքն ինչպես ասֆալտ են անում, մի քանի ամիսը մեկ տենց էլ ծառերն են տնկում, այսինքն բերում են ոչ համապատասխան մեր Երևան քաղաքին ծառեր են տնկում, սակուրաներ օրինակ, որը ոչ սաղարթախիտ ծառեր են, սաղարթախիտ ծառերը հեռացնում են, այդ թթվածինը մեզ կտրում են, մեր ժողովրդին թթվածնից կտրում են եւ բերում են տեղը դեկորատիվ ծառեր են տնկում։ Այստեղ է խնդիրը, այդ կոռուպցիոն սխեմաները, որ գործում են այդ ծառերի, տենդերների, մեկանձյա գնումների, իրենց ծանոթ բարեկամների մեջ որ փնտրում ենք, գտնում ենք, որ այդ ծառերը ովքեր են տնկել, ովքեր են ներմուծել։ Այդտեղ կարելի է ման գալ այդ կոռուպցիան։ Իսկ բնաբաժակների հետ կապված բոլոր մեր քաղաքացիներին խորհուրդ կտամ ձեր բակերում, բոլորը ձեր բակերում, վարչական շրջաններում տեսեք եւ հաշվեք, քանի բնաբաժակ կա դատարկ եւ Բեգոյանի այսօրվային ելույթը ջղային ձածա ներկայացող
կհիմնավորի, որ այդ ամենը կեղծ էր, եթե իրենք ծառերի փոխարինում են անում, ոչ թե ծառերի սպանդ են անում, ծառերի կտրում են անում, ապա այդ բնաբաժակները ծառեր պետք է, այդ բնաբաժակներում պետք է առաջինը ծառեր լինեին, դրանից հետո նոր անցնեին իրենց հաջորդ գործին։ Դա էլ ստի առաջին գործոնն է։ Սա ծառահատման հետ կապված։ Հիմա գանք մյուս հարցերին, գիտեք Նիկոլ Փաշինյանը այս օրերին արդեն մարզերով է ընկած, ասում են իր հայտարարակ ռեյտինգը շատ լավ գիտի, ցուցանիշները գիտի եւ ըստ էության բաղում է ունի դուրս է գալիս գոռում է հպարտ քաղաքացիների 3 միլիոն վարչապետերից մի քանիսի վրա շատ կարծես պատկերը տեսնենք։ Կարևոր սարքի ուրախ չէ, չի ստացվում որ հարաբերի, չի ստացվում։ Բացարձակաբար լավը դիտեք լավը որ լավը ճիշտ է ինել, որ 30 տարի որ սարքել են ոչ մի բան չէ։ Այդ ճիշտ է դա։ Մեր էս ներքա որ դերել են դերել որ մտքին դերան բաղացից մտկապացից համաձայն է կարա դալիս ասում 600 միլիոնով ասում են բակը չկա, ասում են սուպեր, ասում են մրցիկը հայտարարված է։ Որ խնդրեմ անջատեք, ես պատասխանեմ, էլի։ Գիտեք որ Դուբայում միլիոն սպասի Գիտեք որ Դուբայում տուն ունեն, Փարիզ տուն ունեն, Բանոտ տուն, միլիոն սպասի Իտալիայում տուն ունեն, միլիարդներ ունեն, էս ունեն, դուք այդ ամեն ինչ չգիտեք որ ձեր Բաքուն ծրագիրը Այս ինչու է քունից դուրս եկել, ինչու է բռնավում, հաջորդ տեսանյութում էլ ուղղակի խոսում է քաղաքացին, ասում է իրեն կաթողիկոսը մեր եւ իմ նման 100,000-ավոր այլ հայերի կաթողիկոս դեպեհապար հայրապետն է։ Ինչ իրավունք ունեք ձեր նախարարը չի որ նշանակեք կամ հանեք, նույն ձև էլի ձայնը գցում է գրուպը։ Ասեք այս 30 տարվա ցավով տառապողները, այս իշխանությունը, այսինքն իրենց երևի տներում այրի հարցում, միջազգային ամերիկյան վերջին հարցումների արդյունքում փորձել են ներկայացնել, թե իրենք բարձր վարկանիշ ունեն, Նիկոլ Փաշինյանը հենց արտահայտում է այն, որ փողոց է դուրս եկել եւ իրական քաղաքացիների է նաեւ հանդիպել, որ ճակատին ասում են այն ամենը, ինչը Նիկոլ Փաշինյանը չէր ցանկանա լսել տեսախցիկների առջև, չէր ցանկանա։ Այդ իսկ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանը սկսում է քաղաքացու վրա մոնատ գալ, որի իրավունքը ինքը չուներ, քաղաքացին վարչապետ էր, ըստ իր ասելով, եւ ինքը իրավունք չուներ մոնատ գալու, այ քաղաքացին իրավունք ուներ Նիկոլ Փաշինյանի վրա մոնատ գալու եւ իրական մոնատ գալու, քանի որ այս 30 տարի ասողները, այս ցավով տառապողները 30 տարի ասող իրենց մի քանի խմբակցության մի քանի падգամավորներ պորոտախոս լայվեր են մտնում ու առավոտից երեկո սկսում են նախքին ասֆալտից ենք խոսում, ասում են նախքիններ արել, այնինչ 5 ամսվա ասֆալտը չէր կարող նախքինը արած լինել, տո նախքինը որ արել է, իր ասֆալտը այնքան լավ է արել, որ 30 տարի, 20 տարի դիմացել է, 20 տարի հետո պետք է նախքինի արած ասֆալտը քանդվել, ձեր արած ասֆալտը այդ 5 ամսվա, ինչի պիտի քանդվեր, եթե կոռուպցիոն սխեմաներով ասֆալտ չեք արել, չեք կերել ու լափել այդ գումարները։ Այդ 30 տարվա մասով, իսկ իրենց տեսեք, գնում են, ավտոբուս են վերցրել, իբր քարոզարշավ չեն անում, կուսակցության քարոզարշավի քողի ներքո արդեն սկսել է ընտրապայքարը, ընտրությունների նախաշեմին, առաջ ընկնելով եւ պետական ամբողջ ռեսուրսը չարաշահելով, գնում են այս մարդիկ ընտրության։ Միևնույն է, վստահ իմանալով, որ իրենք չեն կարողանալու հասնել այն արդյունքին, ինչը իրենց երազանքն է այս ընտրություններին։ Այդ իրենց ավտոբուսը կարելի է անվանել մահվան գազելներ, մահվան ավտոբուս, լավ, քանի որ գազել չէ, մի քիչ ժամանակակից է մահվան ավտոբուս անվանել, ինչու եմ ասում մահվան ավտոբուս, քանի որ, տեսեք, այս մարդիկ մի խմբակ, սենց փոքրիկ խմբակ ասեմ, այդ խմբով այս երկիրը տանում են մահվան, այս երկիրը տանում են կործանման, այդ ավտոբուսը մեր երկիրը կործանել է, այդ ավտոբուսի ներսի եղած մարդիկ են հենց կործանողները մեր երկիրը, մի քանի հոգի որոշում են մեր ամբողջ ազգի ճակատագիրը, դա է, կարծում եմ մեր ժողովուրդը դա
տեսնելով հասկանալու է այն ամենը Նիկոլ Փաշինյանի Աբաջան Ռոբերտի կեղծ պապիկների ներկայացումները շուտով սկսելու են այդ ներկայացումները Տուշոնկա օպերացիաներ են լինելու, փորձելու է որոշակի ցենց կեղծ ձերբակալումներով վախեցնել, լռեցնել, բայց վստահեցնում եմ ձեզ սիրելի քաղաքացիներ, չվախենաք այս փոքրիկ խմբակից, ինչքան էլ փորձի ձեզ ճնշել, ընտրություններում դուք միայնակ եք լինելու խցիկի մեջ, դուք որոշելու եք այս երկրի ապագան, ի ոչ թե իրենց ասած կեղծ ապագան, այս կեղծ խաղաղություն բերողները ասում էին, թե իրենց ամերիկան խաղաղություն է բերելու, այնինչ Ամերիկան այս պահին պատերազմի մեջ է, խաղաղություն բերով այդ գերտերությունները այս պահին բոլորը պատերազմի մեջ են, հետևաբար մենք խաղաղություն մեր երկրի, մեր ժողովրդով կարող ենք բերել, մեր բանակով կարող ենք բերել, հույսներս չդնելով այլ երկրի վրա, այլ երկրների հետ պետք է լավագույն համագործակցություններ ունենալ. Դա է այսօրվա օրակարգը։ Սա ինչ է, ձեր հետևի պատկերը խնդրում նայեք եւ սա ինչպես եք մեկնաբանում։ Ինչպես ասեմ, երկրի վարչապետը չի կարող այսպիսի պատկերով լինել, սա երկրի վարչապետի պատկեր չի կարող լինել, ես այն որ միտեղ ասեմ, ամոթ է, որ այսպիսի վարչապետ ունենք, մեր քաղաքացիներն էլ պետք է հասկանան, որ այս դեմքով այսպիսի պոպուլիստ ղեկավար չի կարելի Հայաստանի Հանրապետություն ունենալ, մենք ղեկավարներ ենք ունեցել, տեսեք, ինքը սա պոպուլիստական մեթոդներ են, որը փորձում է կիրառել իբր ինքը բուլատով, տենց հասարակ ճղած շորերով, քաղաքացի է, ձեր նման է, բանվորի նման է, բայց դա կեղծ է։ Այդ ամբողջը միֆ է, ինձ հետաքրքիր չէ ինքը բաժանված է, թե բաժանված չէ, ինձ մեր երկրի ճակատագիրն է հետաքրքիր ու կարծում եմ մեր ժողովրդին իր անձնական կյանքը հետաքրքիր չէ, մեզ դա դե եթե մի ընտանիք, եթե դա իրական են ներկայացրել, մի ընտանիք իր ընտանիքն է հրաժարվել իրենից, մեր ժողովուրդը պետք է դա հասկանան, որ նույնիսկ իր կինն է հրաժարվել իրենից երկրի ղեկավարից, հետևաբար մեր ժողովուրդն էլ պետք է հրաժարվեն, դա շատ լուրջ խնդիրներ են, այսինքն ընտանիքը Նիկոլ Փաշինյանը չի կարողանում նույնիսկ իր ընտանիքը պահել, ելուր մնաց մեր բնակչությանը պահի ու խաղաղություն մի հատ էլ բերի, իսկ իս պերաշկի, չեմ ուզում հարության մոտ ասեմ, պերաշկի այդ բառը մի քիչ դրսի ոչ է, պերաշկի գզողներ կարելի անվանել, այս սոված մարդիկ եկել են, այո, պերաշկի ուտողներ են եղել, բայց իրանք հիմա պերաշկի չեն ուտում, դա ձեզ ցույց են տալիս, իբր թե իրենք պերաշկի են ուտում, իրենք լավ էլ ինչ ուզում, այն էլ անում են, լավագույն հյուրանոցներում, մեր պետության փողերով հանգստանում են, ինչպես ուզում ծախսեր են անում, բնակարաններ են ձեռք բերում, բազմաբնակարան էս էլիտար թաղամասերում, որ Պիլասոսի գումարներ, նույնիսկ Փոշեկուլի գումարներ չունեին։ Օրինակ Արարատ Միրզոյանը ասում էր, տեսեք Փոշեկուլս ապառիկով եմ ձեռք բերել, բայ ապառիկող ապրողներ, այդ ոնց եղավ, բա որոշ պատգամավորներ մի քանի բնակարաններ են ձեռք բերում, այն էլ Հայեկոնոմ բանկով, հա։ Այդ ոնց եղավ, թե օլիգարխներ չկա էլ ձեր մեջ, այդ օլիգարխներին, որ ասում եք օլիգարխներ, այդ օլիգարխները այսօր ձեր հետևում կանգնած են, որոշակի իրենք շահեր ունեն, որոշակի իրենցից դուք շահեր ունեք, բայց ում հաշվին է այդ շահերը, մեր հասարակ աղքատ քաղաքացիների շահերից է այդ ամեն ինչը կորում։ Դու ձեր կյանքը տեսեք, Նիկոլ Փաշինյանի այն կեղծ թեզն էլ ջարդենք, ասում էր կոպեկ վերցնելու ենք, հարուստներից տալու ենք աղքատներին, Երևանի իմասով ասեմ, բռնել են այս մարդիկ կոպեկ խոստացածները, մեր հասարակ քաղաքացիների վրա թանկացրել են հարկերը, կոպեկ թանկացրել են, այո, հարկերը, տուրքերը, տեղական վճարները, ամեն ինչ, սնունդից սկսած ամեն ինչ թանկացել է ու հետևաբար ինչ էին արել, յուրաքանչյուր վերջին նիստերին բերում էին բազմաբնակարան էլիտար շենքերի են հարուստ տերերին, արտոնություններ էին տալիս, միլիոնավոր դրամների արտոնություններ էին տալիս, դա նկարագրվում է, որ աղքատ քաղաքացիներից վերցնում եք, տալիս եք այդ հարուստներին, այսինքն դա էլ եք հակառակը արել, այդ մի թեզներ, որ կարողանում էիք մեծ խոսել, 18 թվականից առաջ մարդկանց խաբել եւ գրավել այդ խոսքերով, որը ամբողջությամբ փոշիացվել է, մեր հասարակությունը ամեն ինչ տեսել է, այդ կոպեկն էլ ջարդվեց վերջապես,
Այո, սիրելի քաղաքացիներ, սիրելի հայեր, բոլորիդ կոչ եմ անում, պարտադիր մասնակցեք ընտրություններին, ձեր ոչ մասնակցությունը բերելու է Նիկոլ Փաշինյանի օգտին, այսինքն եթե դուք չմասնակցեք ընտրությանը, դա օգնում եք Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելուն։ Մասնակցեք ընտրություններին, ընդդիմադիր ուժերից, որին կցանկանաք, իհարկե խոշոր բլոկներ են ձևավորվելու, դեռ վերջնական ձևավորված չեն, այդ ուժերից որևէ մեկին, եթե ցանկություն ունեք, գնացեք, ընտրեք որևէ մեկին, մերժելով Նիկոլ Փաշինյանին, այդպես Նիկոլ Փաշինյանի իշխանությանը վերջ կտանք եւ կունենանք իրապես խաղաղություն, հիմնված մեր ժողովրդի, մեր բանակի ճիշտ կառավարման փորձի վրա։ Եվ ավելի լավ կոչ կանեմ, որ ընտրեք փորձը, մարդու փորձը ընտրեք ձեր ընտրություններում, դուք պետք է առաջնային տեղում դնեք աշխատանքի փորձը, կարողությունը, թե բիզնես ոլորտում, թե պատերազմական վիճակում կառավարման փորձը, մարդու ներուժը պետք է դնեք, ոչ թե պոպուլիստական շոու անողներից հեռու մնացեք, այդքանը կասեմ, բայց գնացեք ընտրության։ Դա խնդրանքս է հանուն մեր երկրի, ոչ թե ինչ-որ մեկի համար, դուք ոչ մեկի համար մի գնացեք եւ մի սիրեք ոչ մեկին, գնացեք ընտրության, որ պահանջատեր լինենք, բոլորս միասին պահանջենք, ով լինի ղեկավար, իրենից պահանջենք, որ մեր երկիրը բարեկեցիկ լինի, մեր երկիրը անվտանգ լինի, այդ պահանջատերը լինելու ենք բոլորս միասին։ Շնորհակալություն։